Նախատեսվում է, որ առաջիկայում կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր տրամադրելու է մասնավոր ընկերությունը։ Այս ընկերությունը քանի գրասենյակ է ունենալու հանրապետությունում եւ այն ինչքանով է հեշտացնելու քաղաքացիների կյանքը անձնագիր ստանալու process-ը եւ սա ինչ կապ ունի վիզաների ազատականացման գործընթացի հետ։ Սա նախ ուղիղ կապ ունի վիզաների ազատականացման գործընթացի հետ, որովհետեւ երբ որ մենք ուսումնասիրում ենք Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման փորձառություն անցած երկրների փորձառությունը, ասեմ, որ հիմնական կարևոր հենասյունային ուղղություններից մեկը բիոմետրիկ ճիշտ համակարգն է, տվյալների պաշտպանության ճիշտ համակարգ ունենալն է երկրում եւ բիոմետրիկ այսպիսի փաստաթղթերի ներմուծումը, այսպիսի կուռ համակարգի ստեղծումը Հայաստանի Հանրապետության դեպքում սա ուղիղ ազդեցություն ունի վիզաների ազատականացման թեմայի հետ, որովհետեւ խոշոր ուղղություններից մեկն է հանդիսանում, որով որ Եվրոպական միությունը պիտի գնահատի եւ հասկանա, թե որքանով է անվտանգ տվյալների պաշտպանության եւ առհասարակ բիոմետրիկ տվյալների պաշտպանության համակարգը երկրում եւ որքանով է նաեւ պաշտպանված երկիրը հնարավոր կեղծումներից անձը հաստատող փաստաթղթերի, որովհետեւ եթե ունես բիոմետրիկ ճիշտ գծագրված համակարգ, այստեղ կեղծիքների բացահայտումը միանշանակ շատ հեշտ է որպես այդպեսին, կամ շատ դժվար է նաեւ զուգահեռաբար կեղծել այսպիսի փաստաթղթերը, որովհետեւ բավական դետալներ կան անվտանգային, որոնց կիրառման պայմաններում շատ դժվար է լինում տվյալ երկրի անձը հաստատող փաստաթղթերի կեղծում իրականացնել։ Պետություն մասնավոր գործընկերության ձևաչափն ենք այո մենք ընտրել, հայտարարել էինք մրցույթ, իրականացրել էինք հսկայածավալ շուկայի ուսումնասիրության փուլ որպես այդպեսին եւ ի վերջո ունենք կնքված պայմանագիր մասնավոր գործընկերոջ հետ։ Ֆրանսիական Այդեմիա գործընկերն է ըստ էության ճանաչվել հաղթող այս գործընթացի, Հայփաս փակbaşնետիրական ընկերության հետ մենք կնքել ենք համապատասխան գործարքը, որը որ մրցութային ընդհանուր process-ի պահանջն էր, որ ընկերությունը պիտի հիմնադրի այստեղ իմպլեմենտացնող ընկերություն, որը որ պիտի արդեն մեզ հետ զուգահեռ շարունակի աշխատանքները։ Ասեմ, որ ըստ պլանի մենք նախատեսել ենք ունենալ 23 տարածքային ստորաբաժանումներ այս ծառայության դեպքում, պիտի փաստեմ, որ ներկայում մենք ունենք շուրջ 45 տարածքային անձնագրային ստորաբաժանումներ եւ առաջին հայացքից կարող է թվալ, որ այ օրինակ մենք շուրջ 45 տարածքային անձնագրային ծառայությունները փակում ենք, փոխարեն ունենում ենք 23 տարածքային ստորաբաժանում, սա կարող է բարդացնել մեր քաղաքացիների աշխատանքը այսպիսի ծառայություններ ստանալու տեսանկյունից, բայց ես ասեմ ճիշտ հակառակը, որովհետեւ այս process-ի շրջանակներում մենք հնարավորինս այնպես ենք արել, որ քաղաքացու շփումը նաեւ անձնագրային կոնկրետ ծառայության հետ լինի մինիմալ, այն բոլոր տվյալները, որոնք հնարավոր է հավաքագրել էլեկտրոնային տարբերակով, դրանք կհավաքագրվեն հենց այդպիսի եղանակով, եւ միայն մեկանգամյա մուտք որպես այդպիսին կարիք կլինի ունենալու տարածքային անձնագրային ստորաբաժանում, որպեսզի բիոմետրիկ տվյալների հավաքագրման կամ այլ process-ներ կարողանան ապահովել, եւ դրանից հետո արդեն իսկ երբ որ կա համակարգում զետեղված բիոմետրիկ տվյալները շատ ավելի հեշտ, շատ ավելի թվային միջավայրում հնարավոր է ստանալ ցանկացած ծառայություն այս հանրային ծառայությունների մատուցման բլոկից։ Ես ասեմ, որ գործընկերների հետ դիտարկել ենք հնարավորինս նոր տարբերակով ծառայությունների մատուցման սխեման եւս եւ պլանավորում ենք նախնական, որ Երևանում նաեւ երկու մեծ առևտրային կետերում մոլերում կունենանք այսպիսի ծառայություններ, որը նաեւ մշակութային որոշակի փոփոխություններ կբերի այս առումով եւ կարծում եմ նաև հաշվի առնելով մարդաշատությունը տվյալ առևտրային կենտրոնների կկարողանանք ավելի արագ եւ հասանելի դարձնել մեր ծառայությունները մեր քաղաքացիներին։ Հնդածս բնականաբար կդիտարկենք մասնավոր գործընկերոջ հետ հնարավոր կատարելագործման տարբերակները եւ այլն։ Նորարարություն է լինելու այն, որ Երևանում այս գրասենյակը սպասարկելու է առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 10-ը, մարզերում կլինի 9-ից 6 նկատ ժամանակահատվածը, հաշվի առնելով ընդհանուր մեր ունեցած ոչ այդքան մեծ ծանրաբեռնվածությունը մարզային կտրվածքով։ Կունենանք նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ եւս որպես այդպիսին, այս պայծրությամբ ունենք համանման ծառայություն, հետեւաբար մեր քաղաքացիները կշարունակեն տեսնել համանման ծառայություններ տարածքներում, բայց շատ ավելի կատարելագործված տրամաբանության մեջ։ Ասեմ նաև, որ պետություն մասնավոր գործընկերության շրջանակներում բիոմետրիկ փաստաթղթերը մենք նաև կապելու ենք որոշակի հանրային ծառայությունների հետ, որը որ ավելի կդյուրինացնի մեր քաղաքացիների կողմից տարբեր ծառայություններ ստանալու գործընթացը եւ այն լրացուցիչ բոնուսներ նաև կտա տարբեր գործընթացներում։ Ըստ մեր ժամանակացույցի 2026 թվականի արդեն երկրորդ կիսամյակին կկարողանանք ապահովել արտադրությունը։ Այս պահին մասնավոր գործընկերոջ հետ ակտիվ քննարկում ենք դիզայնի եւ դրա կոնցեպտի հետ կապված հարցերը, դրա հետ կապված որոշակի էլեմենտներ ենք դիտարկում, որոնք ավելի բնորոշ կլինեն Հայաստանի Հանրապետությանը եւ
Այս փաստաթուղթը պիտի նաև մեր քաղաքացիների համար շատ խորհրդանշական փաստաթուղթ լինի որպես այդպեսին, հետևաբար ցանկացած դետալ պիտի շատ խնամքով ընտրված լինի, այս բանին հենց այս գործընթացն ենք իրականացնում, առաջիկայում երբ որ դիզայնի հետ կապված բոլոր լուծումները կհաստատենք, արդեն մասնավոր գործընկերը կանցնի մնացյալ պրոցեսներին։ Բնականաբար այստեղ կարևոր է նաև այն ենթակառուցվածքը, որտեղ որ բիոմետրիկ համակարգը սպասարկվելու է որպես այդպեսին, դա պիտի լինի գերանվտանգ, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից անգամներ ավելի բարձր պաշտպանվածություն պիտի երաշխավորենք այս նոր ծրագրի շրջանակներում եւ վստահ եմ, որ հետեւողականորեն պահպանելով մեր աշխատանքի սկզբունքը կկարողանանք ապահովել արդեն 26-ի երկրորդ կիսամյակում մեր քաղաքացիներին այս ծառայությունների մատուցումը։ Արտաքին տեսքի առումով կենսաչափական անձնագրերը շատ են տարբերվելու ներկայիս տարբերակից, գույնի փոփոխություն, դիզայնի, ինչ է սպասվում։ Մենք ունենալու ենք թե դիզայնի, թե գույնի առումով փոփոխություններ, եւ թե նաեւ անվտանգային բաղադրիչների առումով փոփոխություններ, որովհետեւ չափազանց կարեւոր է, որ այս փաստաթղթերը լինեն այնպիսի անվտանգային չափանիշներին համապատասխան, որ թույլ կտա մեզ վստահաբար ասելու, որ մեր հանրապետությունում թողարկվող բիոմետրիկ փաստաթղթերը անվտանգ են, դրանցում կեղծիքներ մտցնելը չափազանց բարդ է կամ դրանցում կեղծիքներ կատարելը չափազանց բացահայտելի է որպես այդպիսին։ Մեր քաղաքացիները պիտի ունենան անձահաստատող անվտանգ փաստաթղթեր։ Անվտանգությունը մեզ համար ուզում եմ հարաբերակցության մեջ նշել, որ առաջնային դիրքերում է գտնվում։ Բնականաբար դրանից բխող դիզայնի հնարավորությունները այնքանով, որքանով թույլ կտա անվտանգային բաղադրիչը կարող ենք ունենալ։ Այս պահին թե դիզայնն է քննարկվում ընդհանուր առմամբ եւ թե նաեւ գունային համադրությունը որպես այդպիսին, որտեղ որ ուզում են կրկին Հայաստանի Հանրապետությանը բնորոշ էլեմենտներ ունենալ, թե անձնագրի մասին է խոսքս եւ թե նաեւ նույնականացման քարտերի, կարծում եմ առաջիկայում արդեն առիթ կունենանք մեր քաղաքացիների հետ կիսվելու այն դիզայնով, որը որ նախնական գծագրած կլինենք այս գործընթացի շրջանակներում։ Իսկ գույների ինչ տարբերակներ են քննարկվում, եթե կարելի է։ Այս բան կխուսափեմ գունային հարաբերակցության մասին նշելուց, որովհետև կան գույներ, որոնք անվտանգային առումով նախընտրելի չեն, օրինակ սևի կամ սևի մասով տարբեր այլ երանգների մասով նախընտրություն չունենք այս պահին, այսպես շատ փոքր դետալներ են գուցե առաջին հայացքից, բայց ընտրելու ենք այնպիսի գույներ, որոնք անվտանգային առումով առավել պաշտպանված կլինի եւ նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո մենք ավելի անվտանգ, այսպես ասեմ, հատկանիշներ կկարողանանք ապահովել այս փաստաթղթերում։